Իդեպ ուզում եմ ձեզ ասել, որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ, ինչքան էլ տարօրինակ հնչի, ես էլ տենց առաջին հայացքից ինձ տարօրինակ թվաց այդ տեղեկատվությունը, բայց Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց ձեր նշած երթուղին է, առավել ևս, եթե մենք ուրեմն հիմա ասեմ Ֆիալետովոյի հատվածում այնտեղ շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան Հրազդանի երկաթուղի ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին երկաթուղային եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես ամենակարճ ճանապարհը, այսինքն Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի եւ Ախուրիկ Այդ ամենակարճ ճանապարհը։ Ինչ վերաբերվում է երեկի իմ արած հայտարարությանը, այո, կրկին վերահաստատում եմ եւ նաեւ այո, մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման ուղին Ադրբեջանով երկաթուղային բաց է եւ մենք այդ մասին ունենք բարձրագույն մակարդակից հավաստիացում Ադրբեջանի եւ հայտարարություններ էլ ունենք։ Այստեղ ես ընդհանրում եմ խնդիրն այնա, դե սովորությունները ընդհանրապես շատ դժվար է փոխել։ 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն է ըստ էության մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես եւ երևի որովհետեւ գնացքը պետքա բեռնվի, այսինքն գնացքը չի ընդհանրում մի վագոնով չենք կարող գնացք ունենալ, գնացքը ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ եւ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պիտի վերադասավորվի եւ ես պաշտոնապես ասում եմ, որ ժամանակն է, որ դա տեղի ունենա։